Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մայիսի 20-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, ես պետք է ասեմ, որ այսօր մենք անդրադառնանք երկու լրջագույն թեմաների, որոնք մեծ ազդեցություն կունենան մոտակա զարգացումների վրա և ընտրարշավի վրա, մեր ազգային ժողովի հետ կապված և Հայաստանի ապագայի վրա։ Ինչքան ես հասկանում եմ, Ռուսաստանը սկսեց պրոցես հանելու Հայաստանը ԵԱՏՄ-ի կազմից։ Երեկ պարոն Օվերչուկը, փոխվարչապետը Ռուսաստանի, հայտարարություն արեց, որ օրակարգ իրանք մտցնում են Հայաստանի կարգավիճակի հարցը։ Այն գագաթնաժողովում, որը կանցնի Աստանայում մայիսի 28-ին 29-ին։ Գիտեք, ԵԱՏՄ-ի գագաթնաժողով պետք է լինի, Նիկոլ Փաշինյանը չի գնում հասկանալի պատճառներով, ու այդ պատճառները ինքը ներկայացրեց, երբ որ հանդիպեց Պուտինի հետ Ռուսաստանի նախագահի ապրիլի 1-ին, ինքը չի կարող գնալ, հասկանալի է, հիմա ամենաթեժ փուլն է մեր ընտրարշավի, քարոզարշավի, ազգային ժողովի ընտրությունների հետ կապված, որոնք պետք է անցնեն հունիսի 7-ի, պարզ է, ինքը չի կարող շեղել իր ուշադրությունը, բայց Ռուսաստանը նույնիսկ առանց Նիկոլ Փաշինյանի ուզում է սկսել այս պրոցեսը, ու դրա մասին ի պաշտոնե ասեց պարոն Օվերչուկը։ Հիշում եք, վերջի 10 օրը, վերջի 20 օրը, առաջի հերթին Պուտինի ելույթից հետո, ապրիլի 1-ին, երբ որ ինքը ընդունեց Կրեմլում Նիկոլ Փաշինյանին ու ասեց, որ կողմ որոշվեք, ԵԱՏՄ-ում եք, թե Եվրամիությունում, ես ասեցի, այդ պրոցեսը կսկսվի, օրակարգ Ռուսաստանը կմտցնի, ու մտցնեց օրակարգ։ Հիմա, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ, ակնհայտ դա ճնշում է մեր կառավարության վրա, ճնշում է, որ մեր քաղաքացիները և մեր հայերը ապրող Ռուսաստանում վախենան այդ պրոցեսներից, չքվեարկեն քաղաքապայմանագրի օգտին, ակնհայտ է դա միջամտությունն է մեր ներքին գործերի մեջ, մեր ընտրական արշավի մեջ, ընտրական պրոցեսների մեջ, բայց ֆորմալ Ռուսաստանը կասի, ինչ կապ ունի, ԵԱՏՄ-ի հարցն է հիմա քննարկվում։ Ու այսօր ես ձեզ կասեմ, ես ուսումնասիրել եմ ԵԱՏՄ-ի փաստաթղթերը, ԵԱՏՄ-ի խաղի կանոնները, տալիս է հնարավորություն ԵԱՏՄ-ի խաղի կանոնները հանել Հայաստանը առանց Հայաստանի համաձայնության այս կազմակերպությունից։ Միգուցե լավ է, որ հանեն, այս այլ հարց է, բայց ճնշումը մեր վրա այս մեխանիզմով ակնհայտ գնում է։ Ու երկրորդ հարցը։ Դուք գիտեք, ինչքան թեժ է պայքարը ընտրարշավում, գլխավոր խաղացողները այդ պայքարում, մի կողմից քաղաքապայմանագիրը, մյուս կողմից 3 ռուսամետ քաղաքական ուժեր, Հայաստան դաշինքը, ուժեղ Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այլ իրար մեջ իրոք ծանր պայքար է գնում, իրար վիրավորել, քննադատել, սուր ծանր տպավորություն է թողնում, բայց էսա ռեալությունը պայքար է գնում քաղաքական։ Հիմա այդ պայքարը այս փուլից ծանր վեճերի, վիրավորանքների, ծանր բառապաշարներով լի, հիմա տեղափոխվում է նոր փուլ, որը կոչվում է փոխադարձ կոմպրոմատների փուլ։ The Insider, այդպես կա վերլուծական կենտրոն, հետախուզական կենտրոն, ես կասեի այդպես, որը նաև ուսումնասիրում է ու բացահայտում է պաշտոնյաների իսկական դեմքը, բացահայտող կենտրոն է, ասենք պաշտոնյան ներկայացվում է այս կամ այն երկրում որպես, ասենք, պաշտոն զբաղեցնող այդ երկրի քաղաքացիական պաշտոն զբաղեցնող մարդ, հետո պարզվում է, որ ինքը Ռուսաստանի FSB-ի ագենտ է, ու այդ The Insider գործակալությունը հրապարակեց հոդված կապված Հայաստանի հետ ու այն պայքարի, որը Կրեմլը հիմա տանում է Նիկոլ Փաշինյանի դեմ այս ընտրարշավի ժամանակ։
Ու այնտեղ ջրերես եկան շատ ու շատ անուններ, բայց նաև կային հայկական անուններ։ Սամվել Կարապետյան ու ակնարկի այնտեղ արվում, որ ինքը կապված է ՖՍԲ-ի հետ, ու Գագիկ Ծառուկյան, որի անունը շոշափվում է այն կոնտեքստով, որ ինչ որ փողեր ինքը ստացել է նախկին ընտրությունների ժամանակ Կրեմլից։ Պարզ է, անմեղության կանխավարկած կա, ակնհայտ է պետք է ամեն ինչ ստուգվի, բայց աղմուկը բարձրացավ մեծ, քանի որ քաղաքպայմանագիրը Նիկոլ Փաշինյանը պարզ է բարձրացրեցին աղմուկ, քանի որ դա լուրջ է, եթե պարզվի, որ դա համապատասխանում է իրականության։ Էդ էլ լարված պայքար, հիմա կարծես թե ինչ որ ինֆորմացիա կա, որը էլ ավելի կլարի իրավիճակը։ Այդ երկու թեմաներով այսօր կխոսենք։ Այդ թեմաները շոշափում են մեր անվտանգությունը։ Այդ թեմաները շոշափում են մեր կայունությունը երկրի։ Ու մենք ունենք, հստակ կարող եմ ասել, նոր իրավիճակ մեր ընտրարշավում։ Հիմա սկսում ենք այս թեմայից, ԵԱՏՄ-ի թեմայից։ Դուք գիտեք, կպավ մեզ Ռուսաստանը ու ասում է, չէ, քանի որ դուք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը անցկացրեցիք, հրավիրեցիք Զելենսկուն, հրավիրեցիք եվրոպական լիդերներին, գնում եք դեպի Եվրոմիություն, ուրեմն այսօր մեզ ասեք, դուք Եվրոմիություն անդամ եք թե ԵԱՏՄ։ Մերոնք ինչ են ասում եւ Նիկոլ Փաշինյանը եւ Պաշտոնյաները։ Պատահական չի, որ մեր երկու պաշտոնյաները, երկու կառավարության անդամները, Մհեր Գրիգորյանը փոխվարչապետը եւ Արարատ Միրզոյանը արտգործնախարարը, վերջի 2 օրը 18-ին, 19-ին խոսացին։ Ու գլխավոր միտքը նա է, որ Հայաստանը դեռ ընտրություն չի կատարել։ Այո, մենք գնում ենք դեպի եվրոինտեգրացիան, բայց մենք նույնիսկ ի պաշտոն չենք դիմի, ստանդարտներին չենք համապատասխանում, ուրեմն մեծ ժամանակ, ինչ որ ժամանակ պետք է անցնի, երբ որ ստանդարտներին համապատասխանենք, այդ դեպքում որոշում կկատարենք։ Ու հանրակրվեով կլինի, ոնց, բայց որոշում կկատարենք ու մեր ժողովուրդը կընտրի։ Գաղափարը սա է։ Ռուսաստանը ձև է թափում, որ չի լսում։ Ռուսաստանը ասում է, չէ, անցկացրեք հանրակրվեն հիմա, թող հայ ժողովուրդը ասի ինչա ուզում ու հետո արեք։ Նու առաջինը սխալ է մեզ հուշել, մենք ինչ պետք է անենք, մեր սահմանադրությունը տալիս է հնարավորություն ընտրված կառավարությանը անել ընտրություն, տալիս է հնարավորություն նաև հանրակրվեով լուծել այդ հարցը, բայց այդ Ռուսաստանի գործը չի։ Ու Արարատ Միրզոյանը, դուք գիտեք, ինքը ընդունեց Լիտվայի արտգործնախարարին, ստորագրվեցին Լիտվայի հետ շատ լուրջ ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթեր, միաժամանակ այդ պրես կոնֆերանսի ժամանակ, այդ բանակցություններից հետո Արարատ Միրզոյանը խոսեց եւ ասեց. մենք չենք ուզում գնալ ամուսնալուծության ճանապարհով Ռուսաստանի հետ, մենք ուզում ենք շարունակենք համագործակցել, ինչու՞մ է խնդրեմը։ Այո, հիմա մենք չենք կարող ասել, վերջնական գնում ենք, թե ոնց ենք անում, դուրս են գալիս ԵԱՏՄ-ից, ինչքան արագ գնում ենք դեպի եվրոինտեգրացիան, բայց վաղ է խոսել։ Դες այդ տրամաբանությունը, այդ մոտեցումը շատ հստակ է կառավարության մոտ, հիմա ուղղակի կրկնեց այդ մտքերը եւ նոր բաներ ասեց պարոն Արարատ Միրզոյանը, Մհեր Գրիգորյանից հետո օրինակ Արարատ Միրզոյանը խիստ կոպիտ բավական դիվանագիտական լեզվով, բայց բավական տեղը դնող մի միտք ասեց, որ մենք ենք որոշողը, որ ճանապարհով ենք մենք գնում, ու ոչ ոք չի կարող թելադրել մեզ այս որ ճանապարհով մենք պետք է գնանք, ու չեք շեղվի եվրոինտեգրացիոն օրակարգից։ Շատ ճիշտ է դա։ Առանձին դեպքերում դու պետք է կորեկտ, դիվանագիտորեն, բայց խիստ հարցը դնես։ Հիմա ու ինքը ասեց դեպի եվրո ինտեգրացիա ճանապարհը կշարունակվի, ոչ մի ճնշում մեզ վրա չի ազդի, բայց մյուս կողմից ինքը ասում է մենք չենք ուզում բաժանվել Ռուսաստանից, ուզում ենք շարունակել աշխատել, բայց Ռուսաստանի ցանկությունը այլ է։ Ռուսաստանը հասկանում է, որ մենք հիմա հստակ որոշում կատարել չենք կարող, հասկանալի պատճառներով կապվածությունը Ռուսաստանի շուկայից մեծ է, մեր բիզնեսը կախվածություն շատ մեծ ունի, մեր ապրանքները շուկաները
դիվերսիֆիկացված չեն, դա է պատճառը, որ մերոնք ուզում են շահել ժամանակ։ Ռուսաստանը չի ուզում թողնել, որ դու մոնևրես։ Ռուսաստանը ասում է ոչ, այ հիմա որոշում կատարի, այ հիմա հանրակրվե անցկացրու ու ասա մեզ ինչ է ուզում դեր ժողովուրդը, որ մենք անելիքը, մեր անելիքը իմանանք։ Օվերչուկը ելույթ ունեցավ, շատ լուրջ ելույթ էր, ինքը 10 գործակալությանը տվեց ինտերվյու, հենց դրանից հետո, երբ որ Մհեր Գրիգորյանը եւ Արադ Միրզոյանը ելույթներ ունեցան։ Ինքը ասեց, որ մայիսի 29-ին այս գագաթնաժողովում ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը կանցնի մայիսի 28-ին, 29-ին, բայց 29-ին ինքը ասեց, մենք կքննարկենք Հայաստանի կարգավիճակը ԵԱՏՄ-ում։ Մեր պաշտոնյաները իրանց ելույթներում ասեցին, որ մենք լիարժեք անդամ ենք ԵԱՏՄ-ի, բոլոր որոշումների մեջ մասնակցում ենք, ակտիվ աշխատում ենք, ինչու՞մ է խնդրեմ։ Բայց ինքը ասում է ոչ, Հայաստանի պատվիրակության, Հայաստանի կարգավիճակի հարց կա ԵԱՏՄ-ում։ Այդ հարցը օրակարգ կմցվի ու կքննարկվի։ Պարզ է, ով կմցնի այդ հարցը օրակարգ։ Հենց Ռուսաստանն է։ Պուտինը, երբ որ խոսում է ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ, ինքը ուզում է համոզել Նիկոլ Փաշինյանին, որ Նիկոլ Փաշինյանը այդ հարցը մցնի օրակարգ, եվրոինտեգրացիայի հարցը Հայաստանի։ Բայց առաջինը ինչու պետք է եվրոինտեգրացիա գնալ չգնալը Հայաստանի օրակարգ մտնի ԵԱՏՄ։ Ինչ կապոդի դա։ Բայց Ռուսաստանը հենց ուզում է նեղ վիճակի մեջ դդի Հայաստանը։ Ու ինչ է ասում Օվերչուկը, որ Հայաստանը շատ բան է ստանում ԵԱՏՄ-ից, ու մենք դեմ ենք, որ Հայաստանը գնա դեպի եվրոինտեգրացիան, դա ոչ մի բան Հայաստանին չի տա, ժողովուրդը թող կողմորոշվի, բայց մենք դեմ ենք, որ մանևրի Հայաստանը։ Հենց հիմա պետք է որոշում ընդունվի։ Ու ինքը ասեց, որ այդ կարգավիճակի հարցը կքննարկվի։ Միջև անցնել ինչ հնարավորություններ կան, ինչ կարող է անել այս նիստում Ռուսաստանը մեր դեմ, միջև դրան հանցնելը, ես պետք է ասեմ մեկ բան։ Առաջի անգամը, որ Ռուսաստանը նաև Օվերչուկի բերանով խոսեցին, գիտեք ինչի մասին։ Խոսեցին, որ այ հիմա գնում է նախընտրական արշավ, այդ արշավի ժամանակ ուժեր կան, որ ասում են եվրոինտեգրացիայով պետք է գնան, կան ուժեր, որ ասում են ԵԱՏՄ-ով, դες կապեցին այդ պահանջը Ռուսաստանի ընտրարշավի հետ Հայաստանի, նախկինում ասում են այդ իրար հետ կապված չեն, բայց ստեղ կապեց Օվերչուկը ու երկրորդը։ Ինքը ասեց Եվրոմիությունը կամաց-կամաց դառնում է ռազմաքաղաքական միավորում։ То есть տնտեսական միավորումից տեղափոխվում է ռազմաքաղաքական միավորում։ Ու քանի որ Եվրոմիությունը, եվրոպական երկրները թշնամական քաղաքականություն են վարում Ռուսաստանի նկատմամբ недружественные страны, ոչ բարեդրացիական, ոչ բարեկամական պետություններ են, ուրեմն Հայաստանը իրանց հետ ուզում է միավորվի մեր դեմ։ Ուրեմն դուք հիմա պետք է ասեք ինչ եք անելու։ Ուրեմն ուզում եմ ասել, որ մենք բոլորս պետք է պատրաստ լինենք մեկ բանի, որ այս նիստում ԵԱՏՄ-ի, որը կանցնի մայիսի 28-ին 29-ին, ուղղակի 8-9 օրից հետո, այդ նիստին կքննարկվի Հայաստանի լինելը չլինելը ԵԱՏՄ-ի անդամ։ Հիմա ես հատուկ միջև ես հաղորդումը ուսումնասիրեցի մեկ հարց։ Ես ուզում էի հասկանալ, ոնց է կարգավորվում ԵԱՏՄ-ում պետության դուրս գալու հարցը ԵԱՏՄ-ի կազմից։ Դուք գիտեք ցանկացած պայմանագիր միջազգային, որը ստորագրվում է պետությունների միջև, մի քանի պետությունների միջև միջազգային կառույցներում, կա կետ, որի համաձայն պետությունները իրավունք ունեն դուրս գալ կամ այս երկկողմ ստորագրված փաստաթղթից կամ դուրս գան բազմակողմ։ Սա բազմակողմ ԵԱՏՄ-ն է, 5 երկիր անդամ են ԵԱՏՄ-ի բազմակողմ փաստաթուղթ է։ Ուրեմն ոնց է կարգավորվում։ Պարզվեց, որ ԵԱՏՄ-ի պայմանագրի համաձայն այդ դաշինքի ԵԱՏՄ-ի պայմանագրի համաձայն կա հոդված 18, որը կարգավորում է դուրս գալը պայմանագրից։ Ցանկացած պետություն, ցանկացած պայն կարող է որոշում ընդունել դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այդ 5 երկրները, դուք հիշում եք, Ռուսաստանը, Բելարուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Հայաստանը, ցանկացած պետություններից մեկը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Ինքը պետք է
ուղարկի պաշտոնական նամակ այդ ԵԱՏՄ-ի քարտուղարությանը ու 12 ամիս անց դադարեցնում է, բայց կա երկրորդ կետ շատ կարևոր դուրս գալու ֆինանսական իր բոլոր պարտավորությունները պետք է փակի պետությունը։ Ինչը շատ տրամաբանական է, եթե կան պարտքեր, պետք է պարտքերը փակես, որ կարողանաք ազատ դուրս գալ առանց ոչ մի խոչընդոտի։ Բայց այս հոդվածը 118 տալիս է հնարավորություն զրկելու պետությունը անդամակցությունից ԵԱՏՄ-ի մենակ մեկ ճանապարհով, երբ որ պետությունը ուզում է կամավոր դուրս գալ։ Ստեղ չկա տարբերակ, որ դու հանես պետությունը ԵԱՏՄ-ից, բայց կան ուրիշ հոդված։ Այդ հոդվածը 12-րդ հոդվածն է։ Դուք գիտեք, ԵԱՏՄ-ում գլխավոր ինստիտուտը դա բարձրագույն խորհուրդն է։ Բարձրագույն խորհուրդը բաղկացած է այս 5 երկրների ղեկավարներից։ Այս բարձրագույն խորհուրդը ունի իրավունքներ։ Օրինակ, ԵԱՏՄ-ում կա 3 կարգավիճակներ. անդամ պետություն, թեկնածու պետություն եւ դիտորդի կարգավիճակ։ Օրինակ, բարձրագույն խորհուրդը կարգավորում է օրինակ դիտորդների կարգավիճակը, թեկնածուի կարգավիճակը, օրինակ իրենք կարող են պետությունը զրկել թեկնածուի կարգավիճակից, կամ այս բարձրագույն խորհուրդը կարող է դիտորդ պետությանը, որը դիտորդ է, օրինակ նույն Վիետնամը դիտորդ է, ԵԱՏՄ-ում զրկել դիտորդի կարգավիճակից։ Ստեղ զրկելու մեխանիզմ կա, բայց եթե խոսքը գնում է անդամ պետության դեպքում այս բարձրագույն խորհուրդը կարգավորում է այս հարցը։ Հիմա քանի որ օրինակներ չկային, որ անդամ պետությունը դուրս գա, ստեղ կարգավորումը կանգնի հենց բարձրագույն խորհրդին։ Ու բարձրագույն խորհուրդը կարող է կարգավորել այդ հարցը առանց պետությանը։ Ուրեմն ինչու եմ դա ասում։ Եթե խոսքը գնում է դիտորդ պետությանը կամ թեկնածու պետությանը, ԵԱՏՄ-ի կանես ձևի պետություններ, բարձրագույն խորհուրդը կարող է առանց այդ պետությունների հանել այդ կարգավիճակներից, երբ որ անդամի մասին է խոսքը, բարձրագույն խորհուրդը ունի իրավունք զբաղվել այդ հարցով։ Բայց հապկից տարբերվում է իրավիճակը։ Հապկում ընդհանրապես չես կարող պետությունը հանել հապկից, եթե պետությունը չի ուզում դուրս գալ։ Բայց ԵԱՏՄ-ում կա մեխանիզմ, հնարավորություն հանել պետությունը կամ այդ հարցը սրել դնել այդ բարձրագույն խորհրդի միջոցով, որտեղ որ 5 երկրների ղեկավարները մեջը մտնում են, նույն Նիկոլ Փաշինյանը, նույն Տոկաևը նախագահ Ղազախստանը, նույն Լուկաշենկոն, նույն Պուտինը։ Ինչ եմ ուզում ասել դրանով։ Ստեղ վիճակը այդպես է, որ ամսի մայիսի 29-ին կարող են սուր դնել հարցը Հայաստանը հանել ԵԱՏՄ-ից։ Ես չեմ ասում, որ պետք է տխրենք, բայց դա ակնհայտ է ճնշում Հայաստանի վրա։ Միգուցե ժամանակը եկավ ԵԱՏՄ-ից էլ դուրս գալ, հապկից էլ դուրս գալ, հապկից միշտ ես ասում եմ պետք է դուրս գալ, բայց այդ նյուանսները ես ասում եմ, որ դուք հասկանաք, որ այս ԵԱՏՄ-ի ինստիտուտը այդպես է, այդ կազմակերպությունը, այդ դաշինքը, որ բարձրագույն խորհուրդը ունի շատ իրավունքներ, նաև օտարելու, հանելու պետությունը կամ թեկնածու պետությունը կազմից միակողմանի։ Հեշտ չի, բայց կարող է։ Հիմա լուրջ վտանգ է հայ ժողովրդի առջև, ինչու, քանի որ նախընտրականում է դա արվում, նախընտրական փուլում այդ հարվածը կհասցվի ու ակնհայտ է կազդի ու կարող է լուրջ ազդել մեր ընտրարշավի վրա, մեր ժողովրդի տրամադրությունների վրա, ի վերջո լիքը մարդիկ իրոք եւ Հայաստանում եւ հայեր Ռուսաստանում իրանք այս process-ի մեջ է, տնտեսական համագործակցության process-ների մեջ են Ռուսաստան-Հայաստան, Հայաստան-ԵԱՏՄ, զգալի մասը մեր ապրանքների Ռուսաստանում է ծախվում, դիվերսիֆիկացիան սկսեցին, բայց դեռ խորացած չի, այլ շուկաներ թույլ են, փոքր են մեզ համար։ Ինչ եմ ուզում ասել, դա ակնհայտ Ռուսաստանի կողմից ազդեցություն է նեգատիվ մեր ընտրարշավի վրա, մեր ընտրությունների վրա։ Հիմա անցնում են երկրորդ հարցի,
կոմպրոմատների պատերազմի։ Կոմպրոմատներ մենք լսել ենք վերջի ժամանակներս իրար դեմ, իրար մեղադրանքներ, օրինակ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ Նարեկ Կարապետյանը, որը առաջի համարի տակ է գնում ուժեղ Հայաստանի դաշինքի, ինքը թաքցրեց երկրորդ իր քաղաքացիությունը, թաքցրեց։ Ու այս հաղորդման հիման վրա մեր քննչական մարմինները սկսեցին վարույթ ստուգելու, երբ որ փաստաթղթերը հանձնում են Նարեկ Կարապետյանը կենտրոնական ընտրական հանձնաժողով, թաքցրեց փաստը, որ Նարեկ Կարապետյանը ունի երկրորդ քաղաքացիություն։ Դա կոչվում է կոմպրոմատների պայքար, երբ որ մարդիկ ներկայացնում են փաստեր ու պայքարում են իրար դեմ, ներկայացնելով փաստեր, ասելով, որ այն մյուսը խախտել է օրենքը, ուրեմն պետք է պատժվի եւ այլ եւ այլ։ Նարեկ Կարապետյանը երեք հայտարարեց, որ բացի Հայաստանի քաղաքացիությունից ոչ մի այլ քաղաքացիություն չունի։ Հիմա պատկան մարմինները այս դեպքում քննչական մարմինները սկսեցին վարույթ։ Ու պարզ է, եթե իրոք ուներ Ռուսաստանի քաղաքացիություն Նարեկ Կարապետյանը, որը ազդում է օրենքի վրա ու դա խախտում է, պարզ է քրեական գործ կհարուցվի։ Եթե չէ, պարզ է, որ ոչ մի բան չի փոխվի, բայց պայքարը գնաց։ Ի վերջո Ալեն Սիմոնյանը մեջ ազգային ժողովի նախագահ չեմ կարծում, որ անհիմն մեղադրում է։ Ինչ որ փաստաթղթեր կան, ինչ որ փաստեր կան։ Հիմա նայենք ինչով կավարտվի։ Բայց դա կոչվում է կոմպրոմատների պայքար։ Ոչ միայն քաղաքական մասով պայքար, այլ կոմպրոմատների։ Մյուս կոմպրոմատը, որը ցնցեց մեր հասարակությունը երեք, դա ես նոր ասեցի նախաբանում, դա The Insider գործակալության, դա վերլուծական կենտրոն է, գործակալություն է, դա հետախուզական ինչ որ չափով կարելի ասել ինստիտուտ է, որը բացահայտում է դեմքերը շատ ու շատ քաղաքական գործիչների տարբեր երկրներում։ Ու իրենք տվեցին հրապարակեցին նյութ, որը հիմա ակտիվ տարածվեց, որի մեջ այդ նյութում խոսվում է ոնց է ՖՍԲ-ն Ռուսաստանի, ԳՌՈ-ն Ռուսաստանի, SVR-ը Ռուսաստանի ոնց են պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ այս ընտրություններում, որ ռուսամետ ուժերը անցնեն։ Դուք գիտեք, ՖՍԲ-ն դա Ռուսաստանի անվտանգության գլխավոր ծառայությունն է, ԳՌՈ-ն դա գլխավոր հետախուզական ծառայությունն է եւ SVR-ը դա արտաքին հետախուզության ծառայությունն է։ Հատուկ ծառայություններն են Ռուսաստանի 3, ՖՍԲ-ն շատ եք լսել, գիտեք ինչա դա, ու ստացվում է այս հոդվածից, որ երկու մարդ, որը ակտիվ ներգրաված են այս ընտրական process-ում, ունեն կապ այդ process-ների հետ։ Գագիկ Ծառուկյանի դեպքում անդամակցության մասին ՖՍԲ-ի անդամակցության չի խոսքը գնում է նրա մասին, որ ինքը ինչ-որ ֆինանսավորում Կրեմլից ստացել է անցած ընտրությունների ժամանակ 2017 թվին։ Սամվել Կարապետյանի դեպքում կա այդ նյութում տվյալներ, որ ինքը ՖՍԲ-ի հետ կապ ունի ուղղակիորեն։ Հիմա պարզ է Սամվել Կարապետյանը երեք արձագանքեց, ասեց դա սուտ է, ուղիղ հակառակն է, Փաշինյանն է, եֆրեյտորը ՖՍԲ-ի այս ձևակերպում արեց։ Գագիկ Ծառուկյանի արձագանքը դեռ չգիտեմ, բայց միտքս ինչու՞մ է։ Այդ նյութը պայթացրեց մեր ընտրարշավը, քանի որ մեղադրակները շատ լուրջ են։ Ստեղ ես մենակ մեկ բան ուզում եմ ասել։ Կա անմեղության կանխավարկած անմեղության կանխավարկած, то есть այդ նյութերը պետք է ստուգվեն պատկան մարմինների կողմից, առաջերտին մեր ԱԱՑ-ի կողմից, իսկությանը մեր համապատասխան փորձագետների կողմից, դա ֆեյք է, դա ճիշտ է, ինչ է, բայց պարզ է, այս պայքարում իշխանությունները սկսեցին դա օգտագործել այդ փաստը։ Նորից կրկնում, կա
հասկացություն անմեղության կանխավարկած։ Բայց ցանկացած դեպքում գնում է պայքար, նաև ինֆորմացիոն պայքար, նաև հիմա մտան կոմպրոմատների պայքար ու բարձր օգտագործեցին։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը ինչ ասեց, որ այս ձևի կոմպրոմատներ ելի շատ կլինեն վերջի մեկ շաբաթվա ընթացքում ընտրարշավը կավարտվի հունիսի 5-ին, քանի որ հունիսի 7-ին կլինի ընտրության օրը։ Հունիսի 5-ին, ինք ասում է միջև հունիսի 5-ը Նիկոլ Փաշինյանը ելի կոմպրոմատներ կլինի։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանը ասեց, որ շատ վատ է, որ այս Կալուգայի օլիգարխը, ինքը այդպես է ասում, այդ Կալուգայի օլիգարխը կապ ունի FSB-ի հետ, ուրեմն իր կուսակցությունը դա հետախուզության ագենտուրայի ցանցն է, ինքը այդ ինֆորմացիան սկսեց օգտագործել ընտրարշավում։ Ու Նիկոլ Փաշինյանը ասեց, որ ամեն ինչ պետք է արվի, որ այս ագենտուրային ցանցը ոչնչացվի, քանի որ չեն կարող FSB-ի ագենտները ընտրվել Հայաստանի ազգային ժողով, չեն կարող ազդել, լրտեսները չեն կարող պատգամավորներ լինել եւ այլ, հիմա ես չեմ կրկնի, բայց իշխող ուժը օգտագործեց այդ ինֆորմացիան, համարելով, որ դա հավաստի ինֆորմացիա է։ Չգիտեմ, համապատասխան մարմինները առաջի հերթին ԱԱԾ-ն պետք է մեզ ասեն, ինչքանով են հավաստի այդ տվյալները, բայց քաղաքական պայքարում, այո, Նիկոլ Փաշինյանը սկսեց օգտագործել, ինքը նաև ասեց, որ ինքը ասում է Նիկոլ Փաշինյանը, ես իմ միջազգային գործընկերների նկատմամբ բոլորի նկատմամբ հարգանքով եմ, բայց ուղարկել ստեղ Ռուսաստանը, որ ուղարկեց ստեղ ագենտներ, ինքը նկատի ունի Սամվել Կարապետյանին, որ իրան քաղաքական գործունեությամբ զբաղվել եւ ստեղծել ագենտուրային ցանցեր, դա դեմ է այս ոգուն գործընկերության ոգուն։ Իրոք, եթե պարզվի, որ այդպես է, իրոք Ռուսաստանի քայլերը միայն կարելի է դատապարտել այս մակարդակով միջամտելը, ու մենք բոլորս հիշում ենք, որ ապրիլի 1-ին Պուտինը դիմեց Նիկոլ Փաշինյանին, որ Սամվել Կարապետյանին հնարավորություն տան մասնակցել այս ընտրություններին, ուրեմն ստեղ ես կասեի այդպես լուստրացիայի տարեր կան, բացահայտումների տարեր կան այդ հարցերի հետ կապված, բայց ինչ եմ ուզում ասել, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն քննադատեց Կալուգայի օլիգարխին, այդ ցանցը իր զայրույթ դժգոհությունը արտահայտեց, նաև ինքը այդ կոշտ մեսիջ ուղարկեց Ռուսաստանին, որ Ռուսաստանը ոչ բարեկամական քայլեր է անում, երբ որ ուղարկում է իր ագենտուրան, հետախույզներին ուղարկում է մեր ընտրական process-ում մասնակցել։ Լուրջ է վիճակը, լարվեց շատ վիճակ, շատ մեր Հայաստանի ներսում ես համարում եմ, որ ստեղ պատկան մարմինները շատ արագ պետք է գործողություն ծավալել, մեզ ասեն համապատասխանում է դա թե ոչ, դա եթե համապատասխանում է այս ինսայդերի, զեինսայդերի ինֆորմացիան կապված Սամվել Կարապետյանի հետ, այլ մարդկանց հետ կապված, եթե հաստատվի դա լուրջ հետևանքների պետք է բերի, նաև այս ընտրարշավի կոնտեքստով այդ դեպքում ոնց կարա քաղաքական ուժը, որի առաջի դեմքերը խախտում են մեր օրենքները, ոնց կարա մասնակցել, բայց մյուս կողմից եթե չարթարանա այս The Insider-ի ինֆորմացիան, բացի դրանից The Insider-ը տվեց շատ կարևոր ինֆորմացիան, ով եւ
որ ռուսական պետական ինստիտուտների աշխատողները ՖՍԲ-ի հետ կապ ունեն։ Իրանք այնտեղ տալիս են անունը պարոն Ալեքսեյ Օվերչուկի, այդ փոխվարչապետի։ Իրանք տալիս են անուններ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյաներից, որոնք զբաղվում են Հայաստանի հարցերով, գալիս են Հայաստան, գնում են, որ իրանք էլ են կապված ՖՍԲ-ի հետ, կոպիտ ասած իրանք կառավարության անդամներ են, բայց ռեալ ՖՍԲ-ի գիծն են տանում։ Այնտեղ խոսվում է մի մարդու մասին, որը աշխատում է Ռուսաստանի դեսպանատանը Հայաստանում, որը այնտեղ ինչ որ պաշտոն ունի, կուլտուրայի ատաշե է, թե ինչ է, բայց ասում է, որ իբր ինքը ՖՍԲ-ի ագենտ է։ Այդ ամեն ինչը պետք է ստուգել, բայց դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Այդ հոդվածը շատ բաներ է բացահայտում, որը պարտավոր ես ուսումնասիրել, որ պաշտպանես քո անվտանգությունը։ Այնտեղ բացահայտումները ոչ միայն հայկական անուններով կան, նաև Ռուսաստանի պաշտոնյաների անուններ ստեղ կան։ Ուրեմն այս հոդվածը, The Insider-ի վերլուծությունը հոդվածը իրոք պայթացնում է իրավիճակը մեր ընտրարշավում ու պատկան մարմինները Հայաստանի հիմա պետք է քիփ աշխատեն պարզելու այդ ամեն ինչը։ Նիկոլ Փաշինյանը տվեց քաղաքական գնահատականներ առաջ գնաց հասկացալի պատճառներով պայքար է գնում ընտրվելու համար, վերընտրվելու համար քաղաքական նպատակներով, բայց անմեղության կանխավարկածի սկզբունքը կա, ուրեմն պետք է ուշադիր այդ հարցերը ուսումնասիրվեն։ Ես չեմ ուզում, որ մենք ունենանք վաղը ազգային ժողովում ֆրակցիաներ, որոնք կոպիտ ասած ՖՍԲ-ի կողմից ղեկավարվում են։ Ես չեմ ուզում։ Ես համոզված եմ, որ բոլոր մեր քաղաքացիները դա չեն ուզում, բայց պետք է ստուգվի ամեն ինչը, վերստուգվի։ Ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպումներ։